Հայաստանն ու Եվրամիությունը խորհրդակցություններ են սկսել պաշտպանության եւ անվտանգության ոլորտում։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանի գնահատմամբ սա վճռորոշ քայլ է երկկողմ համագործակցության շրջանակը ժամանակակից մարտահրավերներին հարմարեցնելու եւ դրանց հաղթահարման լրացուցիչ ջանքեր գործածելու առումով։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն էլ վստահեցնում է Եվրամիությունը պատրաստ է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ։ Ինչ վերաբերում է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությանը, ըստ Կալասի, այն ներդրում է կատարում Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության գործում։ Եվրամիության շարժունակության եւ տրանսպորտի հարցերով գլխավոր տնօրինության մասնագետները մտադիր են մինչեւ այս տարվա վերջ այցելել Հայաստան, գնահատելու քաղաքավիացիայի կոմիտեի իրականացրած աշխատանքը եւ Եվրամիություն թռիչքներ կատարելու արգելքի վերացման հնարավորությունը։ Հայաստանի ավիացիան Եվրամիության սև ցուցակումը 2020 թվականի հունիսին, ինչի հետևանքով արգելվել է հայկական ավիափոխադրողների մուտքը Եվրամիության օդային տարածք։ Քաղաքավիացիայի կոմիտեից Factor TV-ին վստահեցրել են 2020 թվականին Եվրահանձնաժողովի կողմից հայկական ավիաընկերություններ եւ կոմիտե կատարած գնահատողական այցի շրջանակում հայտնաբերված հիմնական թերությունները, իսկ 2024 թվականի հոկտեմբերի 1-ին սև ցուցակից հայկական ավիաընկերություններին դուրս բերելու գործընթաց են նախաձեռնել։ Գործարար Սամվել Կարապետյանին պատկանող Տաշիր առևտրի կենտրոնի վրայից հանում են նրա նկարով պաստառը։ Քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների եւ գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը Սպուտնիկ Արմենիային հայտնել է, որ գովազդային վահանակն ինքնակամ է տեղադրվել, այդ պատճառով ապա մոնտաժվում է առանց տնտեսվարողին տեղյակ պահելու։ Փաստաբան Վարդան Ալոյանը մինչդեռ կարծում է, որ դա ոչ թե գովազդային վահանակ է, այլ իրազեկման ցուցապաստառ, ուստի այն որպես գովազդ դիտարկելն ու գովազդի մասին օրենքի դրույթները կիրառելը ապօրինի է։ Ռուսաստանը մտահոգված է, որ Բաքվում գտնվող ռուս դիվանագետները մի քանի ժամ չեն կարողանում կապ հաստատել Սպուտնիկ Ադրբեջանի Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող լրագրողների հետ։ Հայտարարել է այդ երկրի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հավելել է, որ Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներին նաև չեն թույլատրում հանդիպել լրագրողներին։ Սպուտնիկ Ադրբեջանի Բաքվի գրասենյակում ոստիկանության գործողության ընթացքում նաև ձերբակալվածներ կան։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ գործողության ընթացքում ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության 2 աշխատակցի, որոնք աշխատել են այս գործակալությունում։ Իրանի վրա իսրայելական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 935-ի, հայտնել է երկրի դատական իշխանության ներկայացուցիչ Իսկակ Ջահանգիրը։ Նրա տեղեկացմամբ 12 օր շարունակված ռազմական գործողությունների զոհերի թվում են 38 անչափահաս եւ 132 կին։ Իսրայելն իր հերթին հայտնել է շուրջ 30 զոհի եւ ավելի քան 3000 վիրավորի մասին։ Եվրոպական խորհուրդը Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները երկարաձգել է մինչև 2026 թվականի հունվարի 31-ը։ Դրանք ներկայում բաղկացած են ոլորտային միջոցառումների լայն շրջանակից, ներառյալ առևտրի, ֆինանսների, էներգետիկայի, տեխնոլոգիաների եւ կրկնակի նշանակության ապրանքների, արդյունաբերության, տրանսպորտի, շքեղության ապրանքների սահմանափակումները։ Հատուկ միջոցառումները թույլ են տալիս Եվրամիությանը հակազդել պատժամիջոցների շրջանցմանը։ Ուկրաինա-ռուսական լայնածավալ ներխուժումից ի վեր Եվրամիությունը պատժամիջոցների 17 նոր փաթեթ է ընդունել։ 18-րդ փաթեթը դեռևս չի ընդունվել, քանի որ Սլովակիան չի աջակցել առաջարկվող միջոցառումներին։